Ներողություն, պարոն Գալստյան, կներեք, մենք Factor TV ուղիղ եթերում ենք այս բան, կներկայացնենք իրավիճակը։ Իրավիճակը 10:13-ին ստացնենք ահազանգ փլուզման կանչով, Շիրակի մեծ հասցեով, 10:16 արձագանքող խմբերը տեղում են եղել, հետախուզություն են արել, տեսնեն փլուզվան, շենք է փլուզվել, երհարկանի, որը որ մեր տեղեկությունով արտադրամասը սնունդի մի մասը եւ կես մասը պահեստներ տարահանվել են մասնաշենքում կողքի մասնաշենքի եղած աշխատակիցները հետախուզության ժամանակ հետախուզությունից բարձրվել է որ գազի արտահոսք կա գազի արտահոսքը դադարեցվել է բոլորը տարահանված են ունենք մեկ տուժած որը որ ոտքի վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալացվել է Սահմանազատման աշխատանքներ են կատարվել եւ ասպային անվտանգության աշխատանքներ են կատարում։ Ինքը ասում են չգործող դաշնամուրի գործարան է եղել, բայց փաստորեն որը ծառայել է արտադրամաս եւ պահեստ։ Չգործողը դաշնամուրի գործարանը ընդհանրապես շատ վաղուց չի գործում, երևի դրա համար են տենց ասեն։ Իսկ ինքը սեփական տարածք է։ Եվ ով է, հա, պատասխանատուն այս դեպքում, այսինքն այստեղ խոսել եք, որ ասում եք հետախուզություն են կարել, նայեք սեփականատերը։ Սեփականատերն էլ այստեղ տարածքում է եղել, իրանից են հետախուզություն արել, իրանից են հարցրել շենքում քանի հոգ են եղել, ինֆորմացիան իրանից են ստացել։ Այսքանը։ Էլ ուրիշ բան։ Նախնական կապ ասել եք գազի արտահոսքը ում մեղքով է եղել, ում պատասխանատվության դիրքում։ Չէ, գազի արտահոսքը բանը, խողովակն է, դրսի խողովակն է, փլուզման հետևանքից երևի բան եղել, այդպես արտահոսք տեղի ունեցել։ Փլուզման հետևանքը։ Շենքի մեջ չի եղել, շենքից դուրս, նախնականով։ Հիմա ինչ աշխատանքներ են տարվում։ Հիմա աշխատանքներ են տարվում տարբեր ծառայությունների կողմից, գնահատում են շենքի իրավիճակը, մոտեցման ուղիները, ոնց պետք է մոտենալ անվտանգ, որ մաքրման աշխատանքներ կատարվեն։ Հնարավոր է, որ այս փլատակների տակ էլի քաղաքացիներ լինեն։ Սեփականատիրոջ ասելով ոչ, եւ մենք փրկարարծառայության կինոլոգիական ծառայությունով հետախուզություն ենք արել, ոչ իման ցույց չեն տվել։ Շնորհակալ։